եւ օգնին սրբոմեն եւ բան մարմին եղև եւ բնակյաց ի մեջ եւ խոսքը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ սիրելի մավադացյալ եղբայրներ ուրեր այը Տիրոջ սրբտննդյան նավետիսին ընթարաչ կրկին Աստծո ողորմության լույսը ամենքից համակելով մեծ սիրով ու դով հավաքել է իր հարավի արջև, հավաքել իր սրբության խորանի արջև, կրկին ու կրկին ականջալուր լինելու հրեշտակների այն մեծ խինդ ու ուրախությանը, որ ավետեցին հովիվներին, պարզ ու հասարակ հովիվներին, ովքեր որ ավետարանում պատմում է ուղղակի գիշերային պարապություն էին անում իրենց ոտերի եւ ով գիտի ինչպես խորհում էին մեկը մյուսի հետ, թե ինչ է լինելու մարգարեության գործը եւ որ է լինելու այն ծնվածը, որ պիտի գա ու փրկի իրեն եւ որն է փրկությունը, որն է լույսը, որ այսօր մեզ ամեն մեկից նույն ոգով, նույն զորությամբ եւ նույն լույսի առատությամբ հավաքելի շուրջը։ Ահա լույսը, որ պիտի գար աշխարհ, լույսը, որ մարդկանց պիտի հավաքելի շուրջը, լույսը, որ շուրջ 2000 տարիներ շարունակ մեզ ամեն մեկից կրկին դեպի իրեն է ուղղում։ Երբ մենք կարիք ենք ունենում զանազան տեսակի փոթորկումներից դուրս գալու, մեր հայացքը կրկին այդ հզոր լույսն ենք ուղղում։ Լույս, որը խոսքն էր Աստծո եւ եկավ ու բնակվեց մեր մեջ, ասում է ավետարանիչը Հովհաննեսը։ Խոսքն Աստծո, որ համապատիվ է երկնավոր Տիրոջը, խոսքն Աստծո, որ արարիչն էր երկինքի ու երկրի, խոսքն Աստծո, որ խոսեց եւ եղավ եւ երկինքն ու երկիրը ստեղծվեցին, խոսք, որ ասեց ահա որ լուսավորները լինեն եւ եղան, այդ խոսքը ինքնաշխարհ եկավ, աշխարհ եկավ, որովհետեւ կարողանա մարդեղությամբ մեր իսկ մարդեղային ողջ էությունն ու բնությունը մաքրել, խառնել իր աստվածությանը, առանց որի, առանց մի այլ կերպի չէր կարող լինել մարդկային ազգի փրկությունը, առանց որի պատկերացնել հնարավոր չէ, որի համար եւ Աստված ինքը տեսավ փրկության միակ ելքն ու ճանապարհը խորտակված, մեղքերի մեջ թաղված եւ մեղքով դեպի հավիտենական դրակ ու դժոխք ընթացող մարդու ճանապարհին իսպար կանգնեցնելու եւ նրան դեպի երկինք բարձրացնելու ուղղությունը ցույց տալով։ Նա ինքն էր կարող միայն այդ ամենն անել, քանի նա էր միակ ողորմածը եւ միակ բարի։ Լույս ասված իմաստությունը, երբ այսօր մենք խորհրդանշականորեն ճրագալույցի այս իսկ կերպով մեր մեջ ենք ամրացնում ու ամրագրում, ճրագալույցի այս երեկոն նույնն է թե ականջալուր ենք հրեշտակների խոսքին, քանի մենք ինքներս ենք պատկերացնում ու հասկանում, թե նա որ ավետում է թե խոսքը բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ, նա իրականության մասին է խոսում է նրա մասին, որ այդ բանը, որ ինքը լույսն է, որ հետ ինքն էր ճառագողը լույսի իմաստության եւ իր ողորմության արտահայտության, ահա այսօր մարդ եղածել է, այսօր մեր մեջ է բնակվել։ Եվ ինչու այդպիսի ողորմություն, ինչու այսպիսի փրկության առաջնորդություն, Աստված ինքը մարդ եղածավ, որպեսզի մարդու ողջ բնությունն աստվածանա, առանց այլ կերպ չէր կարող մարդու երկինք բարձրացումը։ Մարդը միակ կերպը, որ կարող էր ուսադրվել, սիրո իրականությունը առաջով տեսնել, սիրո ողջ բարձրությունը խոնարհության մեջ ամփոփված տեսնելն է, թե ինչպես թագավորը, երկինքի ու երկրի արարիչը խոնարհվել էր մարդկության կերպ էր առել, սահմանավորվել է, օգրացել է դեպի մարդների չէ։ Այսպիսով մեզ տալով օրինակ բացառության այն լույսի, որ երբ գրում ենք մեր մեջի, տանում մեր տաճարներից դեպի մեր տները, սա ոչ թե մեր փառքի, փառասիրության, սնափառության բարձրության լույսն է ցույց տալիս, այլ եւս առավել ցույց տալու, թե նա, ով մարմնացել է ինքն է կոտուն մտնում,
հետ նա ինքն է առաջնորդում քեզ, այդ լույսի կարողությունն է, որ մեզ դեպ տաճար է բերում, կատարվելու և կանգնելու խորանների առջև, որը այնքան այն է խորհրդանշում, ուր եկան հովիվներ, ուր եկան ու տեսան, ասեցի գնան, տեսնենք ինչ է Աստվածը հրեշտակների, ինչ պիտի տեսնենք այդտեղ, ահա իրենց ողջ մտածումների էությունը տեսան, նրանք դեպի լույսը գնացին, Աստղը, որ փայլում էր և առաջնորդում նրանց հարատև, այդպես էլ և մենք ենք այսօր, լսելով օրը և ցայնը առաջնորդվում ենք դեպի այն Աստղը, որ կանգնած է մեր տաճարների վրա, Աստղը, որ ծագում է մեր ժողովրդի վրա, տանելով դեպի մեր լույսը, ճրագալույցի այս երեկոն մեզ ևս մեկ անգամ ականջալու լինելու, լսելու, քաղցությամբ ստորանալու, կյանք առնելու կոչում է անում մեզ, կյանք առնելու, որտեղ ուրիշ ոչինչ չի կարող մեզ լուսավորել, ուրիշ ոչ միայն երբ չկա մեզ լույսի, առաջնորդության, խաղաղության մեջ բնակվելու, ստեղծարար ուժ առնելու, միանալու, միակ ամբողջ դառնալու, եկեղեցանալու և այդպիսով մի ամբողջական մարմին դառնալու, այն է, որ Քրիստոս կարող է իր ծննդյան մեզ միավորել, Քրիստոսի ծնունդն է, որ մեզ կարող է այդպիսի լույսի առաջնորդել, Քրիստոսի ծննդյանն է, որ մենք տեսնում ենք հաջորդ օրը, ապագան, լույսը դեպի, ուրիշ կերպ, ուրիշ գաղափարներ չփրկեցին մարդկությանը, ուրիշ ոչ մի լայն քարոզ մարդկությանը դուրս չբերեց իր թմբիրից, ուրիշ ոչ մի տեսակի սիրո քարոզ մարդկությանը դուրս չբերեց այն մեծ վիհի, որ նա ընկած է և մնում էր իր կերպով, իր վարքով, իր ձևով, չարությունը, ամբողջ տեսակի խարդախությունները, մարդկային գնացող տեսակի չարության տեսակները խեղել էին մարդու դեմքը և Քրիստոսը, որ իր աստվածային ողջ կերպարով, իր բացառիկ սրբությամբ, այն է թե մենք խոսում ենք Աստծո մասին, ուր չկա բնավ խավար, ինչպես Հովհաննեսն ասում է, թե մենք շոշափեցինք կենաց խոսքը, Աստված, որի մեջ բնավ խավար չի բնակվում, հետ նա ինքը իր ողջ լույսով մեր նմանի, մեր կերպարի մեջ, մեր նմանությամբ ծնվելով մեզ ազատեց այդ տեսակի կապանքներից, ամեն տեսակի կապանքից և դուրս բերեց դեպի լույսը, դեպի լուսավոր ճանապարհը, այն ուղին, որ մենք կարող ենք հարցված կերպով, թեկուզ ճգնության մեջ, թեկուզ տառապանքի մեջ, թեկուզ խարվածների մեջ, մենք իմացանք ուր կարելի է գնալ, ինչպես կարելի է գնալ, քանզի նա հավիտենության ճանապարհը բացեց, որ վեր է ամեն տեսակի մարմնային իրավիճակների, ինչը կարող է առավելևս մեր կյանքում ավելի թանկ լինել, երբ մենք կարող ենք ձեռք բերել հավիտենությունը Քրիստոս ծնան և հայտնեցավ լուրը լսելով, ինչը կարող է առավել մեզ սովորել, զորացնել, կյանքի կոչել, հաջորդ օրվա զորությամբ ապրել, եթե ոչ Քրիստոս ծնավ և հայտնեցավ լուրը լսելով, ինչը կարող է մեզ ավելի մեծ բարելուր լինել, ավելի մեծ նվերներ լինել, քան նոր տարվաբերած նվերների, զանազան տեսակի ուրախ լուրերի մեջ, զանազան տեսակի բարեմաղթանքների մեջ, որն է ավելի իրական, քան Քրիստոս ծնավ և հայտնեցավը, որ մեզ վաղը պիտի իրապես կյանքի կոչի, նոր շավիվներով, նոր միությամբ, նոր գիտակցությամբ ու նոր աբյունով միանալու, մեկտեղվելու, թողնելու բոլոր չարիքները, գիտակցական, գաղափարական, ուսակցական, պետական ու ոչ զանազան տեսակի կերպեր, որոնք ավերցել մի քայլի ետ մղել Քրիստոսից, ոչ պիտի ասվի, և սիրով, լույսով, իմաստությամբ ու կարողությամբ հավաքվելու, համախմբվելու, ստորանալու ու կյանքին իրապես Քրիստոսի ծննդյան լույսով նայելու, նոր օր բացելու, հենց այսօրվանի ճրագալույցի մոմը վառելուց իսկ այդպես պիտի ապրելու շնորհը ու զորություն ունենալ։ Քրիստոսին գրեթե նամակում Բոզարակյանն ասելով Աստվածի լայն շնորհը փոխանցել, նա հենց ինքը շնորհ է ծնվելով մարդկության մեջ, հենց ինքը շնորհը բաշխել, իր շնորհը տալով ամենքին, քանզի իր ողորմությունն էր, որ տակեց մեզ վրա, իր ողորմությունն էր, որ սփռեց մարդկության վրա, մենք ոչինչ չարավ, նա ինքը ծնվեց, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Արժի 100, 200, 1000 տարի ապրել, բայց վերջը գեհեն ընկնել,
իսկ արժի մեկ օր ապրել և հավիտենական կյանք ունենալ նրանից հետո։ Այս է Քրիստոսի տված մեծ լույսը, որ մենք կարող ենք չափել իմաստության, գիտության հետ և բռնել ամուր հավիտենականության գիտակցություն։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ ավետի օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, շնորհակալություն այս սրբազան երեկոյին բոլորիդ հրավիրում եմ համատեղ աղոթքի։ Այս պահին ուզում եմ յուրաքանչյուր ոք մեզ հոգևոր դասի հետ միասին բարձրաձայն արտասանի հայրները։ Թող այս հայրները նվիրվի մեզանից յուրաքանչյուրին, որ խաղաղվի մեր հոգիները, թող այս հայրները նվիրվի մեր ողջ ժողովրդի խաղաղության ու բարօրության համար, և որ նախքան ձեր ճրագները վառելը, ուզում եմ վառեք ձեր հոգիները, աղոթքով վառեք ու միմյանց ջերմացրեք ու լուսավորեք։ Եթե սիրում ենք մենք իրար, եթե սիրում ենք մեր եկեղեցին, եթե սիրում ենք մեր հայրենիքը, եթե սիրում ենք ողջ հայությունը, ուրեմն այսօր ի սրտե միմյանց տվեք ավետիսը։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ասեք ի սրտե և ողջունեք միմյանց։ Այժմ հրավիրում եմ ձեզ հայրները միասին արտասանին, հանուն Հոր և Որդվո և Հոգուն Սրբո ամեն։ Հայր մեր, որ ներքինս ես, սուրբ եղեցի անուն քո, եկես ձեր արքայություն քո, եղեցին կապ քո, որպես երկինս և երկրի։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Եղեցին ձեզ ընտամենեսյանսըտ, ամեն։